հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Գառնիկ Դանելյանը, ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Դանելյանին, գիտեք որ ինչու որտեղ մենք ամեն երկուշաբթի Հայկ Նահապետյանի հետ ենք սկսում շաբաթը, այսօր մի փոքր խնդիրներ կար, մի քանի օրից մենք եթերում կլինենք պարոն Նահապետյանի հետ, ես խնդրեցի 3 երեկոյան եւ պարոն Դանելյանը արձագանքեց, շնորհակալ եմ պարոն Դանելյան, մենք սովորաբար պարոն Նահապետյանի հետ, այսպես ասած, շաբաթն ենք ամփոփում եւ բաց թողած թեմաներին, իսկ թեմաները շատ էին, շատ հագեցած, ձեր թույլտվությամբ մի քանի թեմայի շատ արագ անդրադառնամ եւ անցնենք միասին քննարկումների։ Նախ այնպիսի տպավորություն է, որ եթե Երևանում, ես վստահ եմ, սա տարածվում է նաև պարոն Դանելյանը մարզից է եկել, ինքը կհուշի կխոսի, ես մի հատ խնդրեմ թուղթ ու գրիչ տվեք պարոն Դանելյանի, որ թեմաներն էլ նշի իր մոտ, եթե Հայաստանում հանկարծ տերևաթափ է, օրինակ աշուն է, եթե Երևանում տերևաթափ է, եթե Երևանում մեղմ քամի է, կամ մեղմ զեփյուռ է, կամ ինչ ասեմ, դել չեմ ասում անձրև, մեղմ անձրև է կամ հանկարծ հորդառատ անձրև է ձյուն է, ուրեմն ողջ Երևանը խցանումների մեջ։ Հիշում եք, չէ՞ որ այս թափթփուկները ինչ էին ասում, որ հիմա պիտի կարմիր գծերի հարցը չգիտեմ ինչքան պիտի խստացնեն, կենտրոնի հետ գները ինչքան բարձրացրեցին, ինչի համար են անում, որպեսզի բանը լիցքաթափեն, որ այս խցանումները չլինի, այն չգիտեմ, համբալ տղու պապան, թե համբալ պապան, որ այդ տղեն նստած այնտեղ պատասխան տալու որովհետև մարդը, եթե տենց էլ պատասխանատվություն չկրես նրա համար, որ բոլոր այդ օպելների վարորդներին համբալ էր համարում, ամեն համբալ չպիտի գա։ Հիմա ձեր հոր արևին, քո, չգիտեմ, համբալ տղու պապան կամ համբալ հոր տղեն, չէ, որ այսօր որոշում է կայացնում, իբրև թե դուք տենց բան արեցիք, կարգի արեցիք, ինչ որ բյուջեն մի ահռելի մեծացրեցիք, այսինքն ձեր խայտառակ թալանը, Ավինյան, Երևանի, այդ քաղաքապետարան, ձեր խայտառակ թալանը մեծացրեցիք, բայց ինչ է տեղի ունենում Երևանում, նույն խայտառակ խցանումները։ Այսօր, եւ ինչը հարցը չէ ցակում, ասենք ինչ ենք մենք այսքան ուշ սկսում եթերը, պետք է 11 կամ գոնե 11-ից 15 եթերը սկսենք, որովհետեւ մի հատ հələ բարձրացեք վերև, եթե դες հնարավորություն կունենաք, էլի, ու փորձեք, չգիտեմ, հերացիով կամ Կոմիտասի պողոտայով կամ ցանկացած արշակունյացով, ցանկացած ուղղությամբ մի հատ փորձեք գալ կենտրոն։ Սա իմիջիալոց չի տարածում միան կենտրոնն, այնպես որ համբալ հոր տղեն կամ համբալ տղեն այդ հոր օպելի վարորդներին համբալներ եք, դուք չպիտի գաք, հելա իբրև թե ձեր արևին ճակերտավոր, ես ներողություն եմ խնդրում օպերների վարորդներից, որ ստիպված եմ սա կրկնելու, որովհետև իրանց արևին համբալներին էլ թույլ չեն տալիս կենտրոն գալ, իրանց նման բանները, սուպեր պապաների կամ համբալ պապաների այդ տղերքը մենակ պիտի գան, կամ այդ տղերքի համբալ պապաները մենակ պիտի գան ման կենտրոն, բայց պարզվում է, որ այդ համբալները գալիս են ու էլի նույն խցանումն է, իրենց նման ոչ թե օպերի վարորդների, այս խայտառակ խցանումների մեջ է, այդ չեմ ասում, որ իմիջիալոց Մայր Հայաստանը անընդհատ թվերով դա ներկայացնում է, որ այսպես թանկացնելով ինչ թալան է շարունակում տեղի ունենալ Երևանում եւ Երևանի քաղաքապետարան